Բարև սիրելի ագնտիրներ։ Australia Live by Armenia Media առցանց երուսաղյանեն կմիանանք ցեզի հարցազրույցներու հայրակրով։ Այսօր մենք հաջողքը եւ բալիվ ունեցած ենք զրուցելու սպյուրքի մեջ ամբողջ ցերկ բերած սիրիահայ երկիչ Հակոբ Մգրդիչյանի հետ, ով ներկայիս կգտնվի Ավստրալիա Սուրբ Յուրաքանչյուր եկեղեցվո ծխական խորհրդի հրավերով, որ իր հանդիսությունը գազմագերբած տարեկան բարահանտեսին եւ անշուշտ դեղի ունեցավ այդ մեկը անցյալ շաբաթ։ Բարի եկած եք ինքեր, Հակոբ, ինչպես եք։ Լավ, մերսի, ինչպես եք։ Շատ լավ։ Ավստրալիա ինչպես գիտենք կգտնվեք հիմա, ձեր առաջին անգամն է, որ կգտնվեք։ Ինչպես տեսակ Երևանը, առաջին անգամ գալով։ Շատ գեղեցիկ է իրեն։ Շփոթաբար ծմերնամուտ է, քիչ մանցրել է, բայց այո, ամառվա ժամանակը ավելի գարզեի գեցիկ է, բայց ոչինչ նույն տնությունն է, արդեն հասակ թե ինչպես տնությունով լեցում երկիրն է։ Լավ, Եգուր ագնարկն է թևի անցյալ, ինչպես այդ սերը ձեր մեջ արտնցավ, որ որոշեցիք այդ ասպարեզի մեջ մնել, երաժշտության ասպարեզի մեջ մնել, ինչ էր այդ մղիչ ուժը ձեզի համար։ Որս են մղիչ ուժ չափազանցած կլամ, իմ ամուտենս կսիրեի երկել, բադանի տարիքիս անդամ էի մեսով մաշտոց երբ չապնքին, մոն ավելի արդեն երապություն ստեղծվեց ան մեջս երկին էդատմամ սերը ստեղծվեցավ, ատկերեջ երբ որ գրնամ սեր արդեն երիտասարդ տարիքիս, Սամոս երջամբի անդամ դարձա, հոն եկերկեինք գոմիտասյան բատարակ, որ ինքը շատ դժվար երկեր են, որ ցանի լավ տվյալներ դբան չէ, ավելի հետաքրքրություն ստեղծվեցավ մեջս, որ ավելի մասնակի դանամ, այդտեղ պետք է անդրադառնամ, որ ինձի շատ օգնեց Դինքայնե Սիմոնյանը, Հալեբի մայստրան, իմ շատ սիրելի մայստրան, այդպիսով արդեն որոշեցի, որ պետք է երկի ասպարեզի մեջ մտնել եւ այդպես։ Եվ ցայնամարզությունը ինչպես նշեցիք։ Իր մոտը այո, ինքը ինձ շատ օգնեց ապնյութով ցայնամարզությունն ինչպես որսի ես հատուկ թասեր չեմ արած ցայնամարզության, բայց Դինքայինեն ամեն փորձի ընթացքին իմ վրա անձնապես շատ աշխատեր, շատ բավական օգտվեց այն։ Հրաշալի։ Իսկ ո՞րն էր այդ վարյանը ձեզի համար, որ այլևս հասկացիք, որ այո, ես երկիչ դարձած եմ։ Ունեիք անանք հիշողությունը, որ թեմ չելել են առաջին անգամ լալով լսեիք, որ այո, ես այս ասպարեզի մեջն եմ արդեն։ Գիտես, ընթացք էր ինքը, չեմ գնացել մեկ համերգով այդպիսի բան ստեղծել։ Ընթացքն էր, դպրոցական տարիքիս երգեի, բայց չեմ գնացել, որ այդ ադեն 100% որոշել է, որ ես երկիչ պետք է ելամ։ Ընդհանրապես հերու է, ես բայոլոգի ուսանած եմ, ադերին հետաքրքրությունս, բայց գար մեջ ես այդ սերը երկին էդատմամբ։ Ավելի ուշ գհիշեմ մեր ավարտել եմ վերջ նոր աստղեր բենդ ստեղծվեցավ, սոմոն բան էր, ադիգա գրնամ սել անգյունատարս էր ինձի համար, որ ով որ մտիկ կներս էր Հակոբն պետք է երկիչ դառնաս, ուպիտ ասած։ Երևի այդ օրերն է սկսել այդ բանը։ Եվ այդ նոր աստղեր բենդեն ետք Big Band-ին ալ մասնակցեցա, այդ ադենատ նույնպես ժողովուրդը որ մտիկ կներս էր շատ լավ ցան նույնիսկ պետք է լուրջ մտածես երկիչը լավ մասին եւ այլն, Adam ընթացք էր, այսինքն նորինս չէր մեկ թերք մջեր Եվ արդեն ընթացքի ժամանակ կփարելավվի, այդ սայնը կփարելավվի, միջավայրը նույնպես կգիտես ավելի մարդիկ այդ ասպարեզի մեջ
Անշուշտ վստահ եմ, որ ճամփորդած ես ուրիշ երկրներ նույնպես Սուրիայեն վերջ, գրնաս քիչ մը լուսաբանել մյուս երկրներում ինչպես էին համերգները։ Դες ես Սուրիայեն 2014-ին ելա Լիբանան գացի։ Լիբանան ինձ համար շատ կարևոր սկիզբ էր։ Սուրիա երկրի ջանցված է քիչ թե շատ, բայց Լիբանան շատ մեծ տեղ հացավ ինձ։ Լիբանանի շատ հարազատ կաուտը, իմ սրտի հարազատ կաուտն է Լիբանանը։ Շատ քաչալերեցին, ինձ շատ սիրեցին։ Ես հա սիրով միջև հիմա ես ալի լեցված եմ իրենց սիրով։ Այնքան որ ինձ սիրեցին, ես այդ ծեր միջև հիմա գսեմ դիմաց սիրով, այդքան որ իրենք սեր ցուցաբերեցին ինձ, հարկանք անշուշտ փոխադարձ է միջև հիմա, միջև այսօր, երբ որ Լիբանանի երթան դարձել ուրախություն է ինձ համար։ So Լիբանանահայությունը ինձ ամենահարազատ վերապրմունքը ցույց տվին։ Գրնամ ասել Լիբանանեն արդեն ես ճանաչողություն ստացա ամեն երկիրներեն գուկային, ես այդադեն նոյ ճաշարան երկերի դարբեր երկիրների հայերը որ գուկային որպես տուրիստ Լիբանան անպայման պետք է կային մեր մոտ։ Ես կաշխատեի որ դե բոլորս մենք գտնամ ասել 99% սպիրկահայ երաշներ երկիշներ մենք սիրողարան մենք ոչ պրոֆեսիոնալ ենք որը պրոֆեսիոնալ ինձ համար կոները նշանակել որ պետք է ուսանից մասնակցանաս ինչպես որ բժիշկ դու չես գնա սիրողարան արվեստը նույն ընթացքում բայց ես միշտ կփորձեի ընթացքին որ որալիս հրաշքանի ինչքան գրնամ որալիս պահում եւ բարձրացնեմ լավի երկեցողության ծևով լավիգա երկերը ճիշտ ընտրելու միջոցով եւ այլն գեցված կթեմի վրա խոսվածքը ժողովրդին հետ եւ այլն so կգարձեմ որ հաջողեց ադիգա բահերում է շատ որակը եւ ադոր արդյունքով է որ ես հիմա դիշարմագեմ ասած սպարեցին մեջ։ Անշուշտ դա կարևոր է հանդիսատեսին։ Կարող կաուտներով որ հացուցիր քիշմեշերեցան։ Նաշնի արդեն հարկաչոր դարձես դիգաբի հանդիպել։ Եղել են Եվրոպա տարբեր երկիրներ, Շվեդ, Հոլանդա, Ֆրանսա, հիմա այդ Ֆրանսա ունի պարանտես, Լատին Ամերիկա եղել են Բրազիլ, եւ Ուրուգվայ, Դուբայ, Եգիպտոս, Քուվեյթ, Հայաստան, որ հիմա արդեն ես Հայաստան գտնագիմ չի փոխադրվել ես մի քանի անգամ ելել եմ ելույթներով, այսինքն տարբեր դերեր եղած եմ, տարբեր քաղաքներու ծանոթացած եմ, հետաքրքրական է տարբեր քաղաքները նույն հայն են, օքեյ, բայց իրենք մշակույթով շատ տարբեր, so այդպես։ Իսկ պիտի հարցնեի, որ երգերը գզադեք դուք, արդյոք ցուցակն ունի կովերնիտ, որ ցեզի համար ավելի հոգեարազատ են այդ երգերը, որ ուզեք երգել։ Ունին ինձի հոգեարազատ երգերը վստահ, բայց խնդիրը գիտեք ինչ է, որ ավելի հիմա որ ասեի, որ ամեն քաղուտ գբարդատրի քեզի որ իրեն համար, իրեն համեմատ երկեր երկես, ինչպես իրեն համեմատ, այսինքն կա քաղուտ, որ ինքը թեր գարչած հատին երկերում, ասենք ինչ որ մենք մեծած ենք Ադիս Արմանդյան հարկոն, հողոր եւ այլն, so ադիգա դուն արդեն հոն գիտնաս որ բանջված ասե, հիմա կան քաղուտներ որ օքեյ, թեր բահած են բանը Հա, բայց իրենք նոր հայկական նոր երգերը շատ կսիրեն։ Նոր էստրադային։ So երգիչինը գովիդ ասած վարվետությունը, որ ինքը ունենա ամենը եւ օգտագործել ուր որ պետք է, երբ որ պետք է։ So այդպես է բանը։ Այդպես է իմ պրոգրամը գրելու։ Գնդելան այդ Շատ լավ։ Իսկ դեսավալովակներ նկարահանած
ունի համեմատաբար ուրիշ մեր ընկերներուս երկիչներ, որ քիչ են, քիչ ծույլ եմ ատարում, բայց Եվ ընկերները սերով այսինքն երկիչներ, որոնք հայտնի են Հայաստանում, բավական լավ է, Եվ հիմնական իմ ընկերներս սպիրկայի երկիչներ են, ունիմ հայաստանցի երկիչները, ընկերները, բայց բոլորին հետ համեմատաբար ես շատ քիչ եմ եսավորվա։ Կարևոր է այդ ստեղծած եք, եւ թերալալի կպարել շարունակվի ալի մեծ հարց չէ, կսկամ ժամանակի ընթացքին այդ մեկնալ ելա։ Իսկ քիչ ավելի կարևոր հարցը, որ ինձ կդանչի ուզեմ պատասխանել գիտնալ, ծեր կարծիքով սպիրկի մեջ հայ երգի բաղբանումը ինչքան կարևոր է, քանի դեսնենք հիմա շատ քաղաքներում մեջ օդալ երգերը սկսած են ավելի հանրանալ, քան հայկական քաղաքներում մեջ, ուզեի գիտնալ այդ բաղբանումը ինչքան կարևոր է հայ մշակույթի մեջ։ Գտնումս էլ արվեստը երրորդ տեղը գրավ է ընդհանուր հայ մշակույթ բայերում մեջ։ Առաջինը եկեղեցին, հայ եկեղեցին, որովհետև մենք մեր ազգը, ինչու գսեն եկեղեցին, մարդիկ կնա ասեն գապ չունի հայկականության այդ եկեղեցին, մեր հայ ազգը ինքը հավատքի հետ կապված է, չես կնա բաժնել իրեն, եթե բաժնել ես հոնք դգարանա։ Հայ դպրոցը, երկրորդը հայ մշակույթը, հայ մշակույթի մեջ որ կմտնե բար, թատրոն, համաստեղծություն եւ այլն։ Վստահ շատ կարևոր է, բայց երբ պիտի կամ քիչ առաջ ասած գետից, որովհետեւ կարևոր է, այսինքն մենք պատկանություն ունենք խոսում։ Ինչպիսի մշակույթ պիտի դաս։ Որովհետեւ մենք պրոֆեսիոնալ մարդիկ չենք մեր գործի մեջ որպես արվեստագետներ, մենք չենք մասնակցած, հոն ես մեկը բանջարի որ կոնե աշխարհի մեր վրա որպես արվեստագետներ, որ մենք մեր որակը բարձրացնենք, ինչքան որ գրնանք եւ գրնանք։ So երբ որ մենք մեր որակը բարձրացնենք, լավ երգերով, լավ բանով երկացանգով, մենք կմատուցենք կոնե գրնամսել լավ որակյալ հայկական տամը նոր սերունդին, որ իրեն պետք է որ հաջելի թվա այդ մեկը, այսինքն որովհետև հայկական երգեր իրենք հաջելի երգեր են։ So դգարցեմ այդ է մեր պատկանությունը եւ այդպիսով մենք կոնենք չեմ գիտեր ինչքան դոգոսով օգնած կգանք որ մեր մշակույթը բաղվի մանավանդ սպիրկի մեջ։ Գրոնը, լեզուն եւ արվեստը շատ կարևոր են երեքն։ Իսկ որպես երգիչ, սիրողական ասեմ, եթե հայտնը ուզե այդ ասպարեզի մեջ մտնել, ուզե երգիչ դառնալ, պրոֆեսիոնալ կամ սիրողական կարևոր չէ, ինչ խրատ կրնակ տալ այդ անձնավորության։ Ինչու շպտացի, որովհետև չեմ դեր ասեմ թշպախտապար կամ բարեպախտապար շատ երգիչներ հիմա սպիրկի մասին է խոսքս կգարձեմ, որ արդեն իրավասություն ունին սպիրկի երգիչներու մասին խոսի այդքան տարի հետո կրնալը մարդիկ ասեն ոչ, չունիս իրավասություն, բայց ազնվոր են խոսում Դժբախտաբար կամ բարեպախտաբար գսեի, որ երգիչներ հիմա շատ երգիչներ ու քանակ կա։ Բայց այսօր որակի լուրջ խնդիր ունենք։ Որակի լուրջ խնդիրը, եթե շարունակվի այս խնդիրը, ինքը շատ վատ տեղ մեզ իրդանի։ Իմ խրատս, իմ ընկերներուս նոր երգիչներում, որ մորցեք դուք ինչ կսիրեք, մորցեք նորույթի հիմա ինչ է։ Քիչ առաջ ես սկսել եմ Գոմիդասյան պատարակ երգերով, որը դիգա Գոմիդաս պատկամետի դրած հիմքն է։ Քիչ թե շատ ես աշխատել եմ իմ
լսողությանս վրա, իմ ցանալարելուս վրա, ճիշտ երկերու վրա։ So չեմ սկսած trend երկերով։ Այսինքն ադի չի եղած իմ ասենք սորվելու աղբյուրս։ Okay, ադիգա երկե, բայց քու սորվելու աղբյուրդ երկեցողություն սորվելու ճիշտ երկերու, ճիշտ մեկնաբանելու աղբյուրը պետք է լա մեր ասենք ժողովրդական երկերը, որ շատ հարուստ ենք, մենք ժողովրդական երկերով, աշխուհական երկերը, ուսանելով դրած երկերը, ինչու՞ չէ, Կոմիդասյան, Բադարակը, Գետմալյան եւ այլն շատ ունենք, մենք շատ հարուստ ենք մեր մշակույթը։ Դժբախտաբար այս քույրքի մեջ մենք շատ հեգ ունենք այդ բանը, բայց այսօր շատ թյուր ինձ YouTube բաց ամեն բան քեզ available։ So իմ խրատս սիրելիներ խնդրեմ աշխատեք ձեր որակը բարձրացնելու վրա։ Հետո ինչ ուզեք երկեցեք, բայց ձեր հիմքը թողնա ճիշտ։ Եթե դուք մտաք ասպարեզի մեջ, դուք թեր ունեք, այսօր գադարելու թեր ունեք։ Այդ թերը քոնե 80% իրականացնելու համար ձեր հիմքը ճիշտ պետք է լա։ Գներեք մարդիկ գնալ լսեն, որ իրամությունից խոսելու, ազնվորեն ես խոսին, որ սրդացա որեն խոսին, որ ինձի ճամցողը կիրե ես ինչ թրտավաճար էին, թրտավաճարով խոսում։ Այդ ուղիան անցեր եք, որ կգարձեմ, որ այլևս այդ դեղը ասած եք, որ գնակ ազնվորեն խոսին։ Ինչպես էին դպավորությունները Ավստրալիայի բանանտեսին, որը դեղի ունեցավ Սիդնեի մեջ։ Շատ լավ էր, առաջին լավ դպավորությունը սան էր, որ հոգեբերս բավարարվածությունը սկացի, որ հանդիպեցա մարդոց, որ դարիները չգիտեսած, սուրյով ադերազմեն հետո, ադիգա շատ լավ էր։ Երկրորդ քիչ առաջ որ խոսանք, որ ինչպիսի երկեր դիմացեն, Սիդնին այնպիսի քաղաք մներ, որ գրծա ես բոլոր ճաշակները կողացնել, գային մեծ մարդիկ, որոնք հին երկեր կսիրեն, գային երիտասարդներ, որոնք նոր հայկական Հայաստանյան երկեր կսիրեն, գային երիտասարդներ, որ միքսը երկուքի խառնուրդը, ադի շատ լավ էր, ադի հետաքրքրական է ինձի համար, որ այդ առումով, որ նոր սերունդը հետաքրքրված է Հայաստանով, Հայաստանի մեջ ինչ գլար, ինչ նոր երկեր կան եւ այլն, ադիգա շատ կարեւոր է հայություն բարի համար, իմ իջարոց։ So, շատ լավ էր, ժողովուրդը շատ ուրախ էին, կարծեմ դուք լսեցիք արդեն արձագանքը, ես շատ ուրախ էի, շատ բավարարված էի, պարկաստու, գրնոմս էլ շատ հաճող ձեր նախնա։ Իսկ քալի կաբակային համերգներ ունիք կամ անարգենգալներ ունիք, որ գրնակ իջմո խոսին ամուս մասեն։ Այս շաբաթ որ Մելբուրն բարանտես ունենք, նշեցիք Ֆրանսիա նույնպես։ Հունիսի 14-ին Մարսեյ բարանտես ունենք, հետո Հայաստան արդեն պիտի վերադառնանք, այդտեղ ելույթներ, հարսանիքներ եւ այլն, այդպես։ Շատ լավ, ցեզի մեծ թյուր հաջողություն մաղթենք, վստահ եմ, որ թեր ավելի քալի կաբակային մեծ հաջողությունները ատեր պիտի հասնիք, մեզ է դեր երկիչ Հակոբ Մկրտիչյանը գանտիրիք ման, հաջողություն։